Սիրելի ունգընտիրներ, բարև ձեզ, անգամ եւս ողջունենք ձեզ մեր Տիրոջ եւ Փրկչի Հիսուս Քրիստոսի անունով, բարի եկել եք մեր Շնորհ Հայաստանի ծրագրին։ Ունենք մեր մեջ անգամ եւս նաեւ մեր սիրելի եղբայրը Դավիթ Գյուրեղյանը եւ անցյալ անգամ, եթե հիշում եք, մենք միասին խոսեցանք հովվական ծառայության մասին ընդհանրապես, կենտրոնացումով հովիվի ինքնության, թե ով է հովիվը եւ ինչա նրա գլխավոր ծառայությունը եւ Դավջան մենք ասեցինք, որ համաձայն էինք, որ հովվական ծառայության գլխավոր բաժինը սա է, որ հովիվը պետք է սնուցանի Աստծո հոդը, Աստծո խոսքի բացատրական կառուցության այդ մոտեցմամբ։ Հիմա այսօր միասին կխոսենք հովվական գոչումի վրայով։ Ինչ է հովվական գոչումը։ Ինչ ասել է Դավջան, որ Աստված մարդկանց, դղամարդկանց կանչում է իբր հովիվ, իբր երես, նրա գործի մեջ ծառայելու համար։ Ուրեմն նախ եւ առաջ սահման է, ինչ է հովվական գոչումը կամ կանչը եւ երբ սա կարող է բադահել եւ նրանից հետո խոսենք թե ներքին այդ գոչը ոնց մեկը կարող է իմանալ եւ որս կալ ասում ենք ոնց կարող է իմանալ Տիրոջից, որ ճշմարտապես սա Աստծո գոչն է եւ ոչ թե բարձրապես մարդկային զգացմունքից ասենք ուղված մի ցանկությունը եւ թե ներքին եւ թե արտաքին տարը արտաքին դառնալ խոսենք, որ ինչ է արտաքին տարը, երբ որ գոչում ասում ենք, ոնց արտաքնորեն մենք կարող ենք իմանալ, որ մենք կանչված ենք հովվական ծառայության եւ իմիջիալոց եւ որ ցանկանում ես, ուզում եմ լսեմ քո վկայությունը, որ Տերը քեզ ինչպես հովվական ծառայության մեջ կանչած է եւ կարող է որ մի քանի խոսքալ ես ասեմ իմ նկատմամբ, բայց մեր այս ժամը սրա դրամատրենք եւ այս թեմաների վրայով եւ Տերը խոսենք եւ ինչ որ Տերը քեզ առաջնորդում է եղբայրս, որ ավելացնես եւ ասես մեզ։ Այո։ Շատ լավ, շնորհակալություն Փառք Աստծո, էլի հնարավորություն ունենք շարունակելու ուսումնասիրելու։ Թեմայի հետ կապված սահմանենք կոչումը կամ կանչը, հա, ինչ է։ Կանչը դա Աստծո կանչն է ծառայության, որը որ արտահայտում է եւ ներքին համոզմամբ մարդու, տղամարդու, ինչպես ասացի, դրա մասին հետո մենք կխոսենք, թե ինչու տղամարդու հովվական ծառայության, որը հաստատվում է ներքին ցանկությամբ, իր արտաքին կյանքով կամ իր որակներով, բնավորության եւ նաեւ համայնքի հաստատությամբ։ Իսկն եթե սա արտաքինը, այո, համայնքի հաստատությամբ, այո։ Ես կարծես 3 կետ կկարևորեմ այստեղ, մեկը իր ներքին ցանկությունը, երկրորդ իր համապատասխանությունը, իր բնավորության, իր որակները, իր ինչպիսին լինելը, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, ինչպիսին պետք է լինի երեցը, եւ նաեւ համայնքի հաստատումը, որ իրենք տեսնում են, որ Աստծո կանչը, Աստծո շնորհը այս իմաստով ծառայության համար այս մարդու վրա կա։ Եվ այս 3-ը միասին ես կսահմանեմ որպես Աստծո կանչ ծառայության համար։ Իհարկե, խոսում ենք կանչ ծառայության, ոչ թե կանչ դարձի կամ ապաշխարության համար։ Երբ կա ներքին ցանկություն Աստծո գործն անելու, երբ կա արտաքին իր կամ ներքին բնավորության որակների համապատասխանություն եւ երբ կա համայնքի հաստատումը։ Շատ լավ, այո։ Ուրեմն հովիվը վերադառնալով այդ առաջին բաժինին, հովիվը առաջ որ հովիվ լինի, իհարկե պետք է որ ապաշխարած անց լինի։ Նրա գլխավոր որակավորումը ասենք, այստեղից սկսում է, որ եթե մեկը Տիրոջ զավակ չէ, չի կարող հովիվ լինել։ Հիմա մենք պիտի չանդրադառնանք այդ իրադարձություններին, այդ իրողությանը, ավելի ճիշտ ասած, որ այսօր տակավին կա այդ ազատամիտ քրիստոնեական հասկացողության համաձայն, որ
Մեկը կարող է գնալ հոգևոր դպրոցը, լա ճեմարան կամ սեմինարի ամի այնտեղ ուսանի եւ կարևոր չէ թե վերստին ծնած է կամ ոչ, այսինքն կարևոր չէ թե ազոզավակի կամ ոչ եւ ազո կորձանի։ Դժբախտաբար կա այդ հասկացողությունը, բայց մենք գիտենք, որ սա սուբկրային հասկացողություն չէ։ Հիմա Դավիթ եղբայրս խնդրում եմ ասա ազո խոսքից այդ ցանկության մասին, այդ 3 բաժինից առաջինը այդ ցանկության մասին, որ ասեցիր։ Հիմա ես չեմ ասում Դագավին քեզ, որ դու ոնց այդ ցանկությունը զգացիր, ուզեցար, բայց կարող ես այդ ցանկության վրայով, որ չլինի, որ մեր լսարանը կարծե, որ այդ ցանկությունը բարձրապես մարդկային ցանկություն է, սուրբ գրքի համաձայն։ Կարող ես հիմնել քո այդ ասածդ։ Այո։ Դրա մասին մենք կարդում ենք Պողոս Առաքյալի առաջին թուղթը Տիմոթեոսին ուղված, 3-րդ գլուխ առաջին համարում, որտեղ որ Առաքյալը գրում է այսպես. Ճշմարիտ է այս խոսքը, որ եթե մեկը ցանկանում է երեցի պաշտոն ունենալ, բարի գործի է ձգտում։ Այստեղ Պողոս Առաքյալը եւ ցանկանալ եւ ձգտել երկու բառ է օգտագործում, որը որ ցույց է տալիս մարդու ներաշխարը։ Իսկ ցանկություն, որը որ անտեսանելի մի բան է մեզ համար, բայց ում որ վերաբերվում է իր համար, դա սուբյեկտիվ փաստ է, կարող ասել, եւ ասում է թե այս ցանկությունը ինչին պետք է ուղված լինի։ Ճշմարիտ է այս խոսքը, որ եթե մեկը ցանկանում է երեցի պաշտոն ունենալ, այսինքն երեցի գործառույթները իմացող մարդը բնականաբար կհասկանա, թե ինչ պետք է ինքը անի եւ իր ձգտումները ինչին պետք է ուղված լինեն։ Տարբերելու համար այդ ձգտումը Աստծուց է թե ոչ, մեզ կօգնի հաջորդ քայլը։ Առաջինը մարդը կարող է ինքն իրեն ասել, գիտես, ես անկեղծորեն ձգտում եմ Աստծո գործն անելու, բայց գուցե դա լինի ինքնաներշնչանք, գուցե դա լինի ոչ Աստծուց եկող կանչ, ոչ Աստծո կողմից դրված ցանկություն, որ ինքնագոչ չենք ուզում լինել։ Այո, ինքնագոչ չենք ուզում լինի։ Դրա համար մենք երկրորդ մասում, ավելի որակների մասում խոսենք որպես հաստատում ապացույց։ Եվ գնայինք, այստեղ արդեն շարունակության մեջ, շարունակության մեջ, պարզապես երբ խոսենք առաջին մասի սուբյեկտիվ մարդու վկայության մասին, ինքը պետք է, ինչպես ասացիր, ամենաառաջին պետք է նախ ապաշխարած վերստին ծնված բնականաբար մեկը լինի։ Մենք խոսում ենք այդ փուլից սկսած։ Այո, դեռ պետք է սրբության կյանքի մեջ լինի, ազո խոսքի մեջ լինի, աղոթքի մարդ լինի, այդ բոլորը այնտեղ են։ Այո, պարզապես գուցե մեկը լսի, մտածի, մենք նկատի ունենք միանգամից դարձի եկավ եւ երեցությանը։ Մենք դա նկատի չունենք։ Այսինքն Աստված համապատասխան հասունացման գործընթաց կատարեց այս մարդու կյանքում եւ հասցրեց ինչ որ մի կետի հոգեվոր հասունության, որտեղ որ մարդը տեսնում է, որ ինքը ունի ցանկություն երեց լինելու, Աստծո գործն անելու։ Ճիշտ է, այստեղ մարդը կարող է մտածել, բայց կարող է դա խոնարհություն չէ, որ ես ասեմ, օրինակ ես երեցության եմ ձգտում։ Բայց լավ է այդպեսի մտածելը։ Բան չունեմ ասելու, այո, լավ է, բայց ինքնակնության համար համաձայն եմ, լիովին համաձայն եմ։ Բայց ինչ որ կերպով պետք է երևա դա։ Հա, իհարկե պետք է։ Վերջը պետք է ասի, որ ես ուզում եմ։ Այո, վերջը պետք է լինի։ Այդ խոնարհությունը ամեն բան իր տեղին լիարժեք համաձայն եմ։ Բայց ինքը պետք է ունենա բնական փափակ, ցանկություն, բնական փափակ, այո, Աստծո գործի, Աստծո փառքի, Աստծո խոսքի, դրա մասին մենք դեռևս կխոսենք, այդ ձգտումը բնական պետք է եւ այդ ձգտումը Աստծուց է։ Աստված ինքն է դնում շատ կարևոր։ Աստված ինքն է դեղատրում այդ ցանկությունը եւ Պողոս Առաքյալը, այո, ենթադրում է այստեղ, իհարկե, եւ որ ասում է, որ ճշմարիտ է այս խոսքը, հավատարիմ է, հավաստի այս խոսքը, եթե մեկը երեցության կամ եպիսկոպոսության է ցանկանում, բարի գործի է ցանկանում։ Իհարկե, սա Աստծուց սկսում է։ Այդ կոչը, այդ ներքին կոչը, գանչը Տիրոջից է։ Առաջ որ ես կամ դու իբր հովիվ, իբր երեց կարող ենք մենք ասել, ես ցանկանում եմ այդ ծառայության ցկդում եմ, արդեն ինձ Տերը ինքը պետք է աշխատած լինի իմ եւ քու սրտում։ Այո։ Իսկ ինչպես տարբերել դա Աստծուց է թե ոչ, բնականաբար հաջորդ կետերը մեզ կօգնեն ավելի, որ հասկանանք իսկապես դա հաստատվում է Աստծուց է թե ոչ, բայց առաջին մակարդակում երբ խոսենք, վերստին ծնված մարդ, ով որոշակի հասունություն ունի, դժվար է սահմաններ գծել որքան, բայց այնքան որ նա մտածում է, որ ինքը կարող է արդեն ուրիշներին
առաջնորդել հոգևոր կյանքում, պետք է ունենա ցանկություն եւ ցանկություն, որը որ Աստծո կողմից է դրվել եւ Աստծո գործի համար։ Իսկ եթե իր ցանկությունը օրինակ Աստծո գործի համար չէ, երեցության պատասխանատվության սահմանների մեջ չէ, այդտեղ շատ կասկածելի է թե դա ինչ ցանկություն է ընդհանրապես եւ ինչի համար է ուզում։ Դա առաջին կետը ցանկություն, որը որ Աստծո կողմից դրված կլինի եւ մարդը ազնվորեն, անկեղծորեն կուզի որ Աստծո գործը կատարի, իհարկե հասկանալով դրա լրջությունը, դրա բովանդակությունը, դրա մարտահրավերները, դրա դժվարությունները, դրա պատասխանատվությունը, եթե այսքանը հասկանալուց հետո դեռևս ցանկանում է, ուրեմն դա Աստծոց է։ Երբեմն դժվար է այդ բոլորը հասկանալ առաջ որ հոգևոր ծառայության մեջ է մեկը։ Գոնե հոժար լինի, ասի որ ես ուզում եմ Աստծո գործը անեմ, պատրաստ եմ նեղություններ կրելու, չարչարանքներ կրելու։ Այո, սա առաջին մակարդակը, որ կանչվածության մեջ շատ լավ, այո։ Շատ լավ, այո։ Այո, այդ ցանկությունը պետք է։ Սա առաջին մակարդակ, ինչպես ասեցիր։ Հիմա սրա գաբակցությամբ իհարկե հիմա երբ մի եղբայրը, որ ինք Քրիստոսով է, վերստին ծնած է եւ Տիրոջ առաջ ապրում է հավատարմությամբ, չենք ասում լրիվ կատարյալ առանց մեղքի, ոչ, ինքը ոչ մեկերից այդպես չենք, բայց լուրջի արած է իր քայլվածքը Տիրոջ առաջ, որ մեղքից զգուշանա, ազոխոսքը կարդա, սովորի, այդ բնական փապակը, ինչպես գաթնգեր երեխան ինձ ցանկանում է, գաթի ցանկանում է, նրա մորը գաթի ցանկանում է եւ այդ գաթը սնունդ է նրա համար, Աստծո մարդն էլ, որ ինքը իբր հովիվ այդ կանչվածությունը ունի Տիրոջից, պետք է որ Աստծո խոսքի ցանկանա եւ իհարկե կամաց ավելի հմդանա նրա մեջ։ Եվ աղոթքի մարդ պետք է լինի, եւ խոնարհ մարդ պետք է լինի, եւ ծառայող սիրտ պետք է ունենա ուրիշների համար, այս բոլորը այնտեղ են։ Հիմա երկրորդ մասը, որ արդեն նշեցիր, այդ կանչվածությունը ունենալուց յետքը, որ Տիրոջից է, ինքը զգում է, որ իր սրտում այդ խանդավառությունը կա, այդ կրակը կա։ Հիշում եմ մի անգամ գրդական հովիվ 19-րդ տարի Charles Spurgeon, ուրեմն երիտասարդը իրեն եկած է եւ որ զրուցած է, որ ինք որով ինչու Spurgeon-ի քոլեջը կար հովիվներ պատրաստելու համար եւ հասկացած է եղբոր, որ ինքը ուզում է, որ ուսանի, որ ծառայի իբր հովիվ, բայց եղբայրը Աստծո տված իմաստության համաձայն հիմա լման դետալները չեմ հիշում պատմության, բայց հիշում եմ այսպես պատասխանեց այդ երիտասարդի, որովհետեւ զգաց, որ նրա հասկացողության մեջ թերի բան կա հովական ծառայության առնչությամբ։ Նրա այսպես ասեց. եթե կարող ես ուրիշ ոչ մի բան անել, որ դու քեզ ապրեցնես, արա։ Բայց եթե ոչ, ասեց, քո մեջը այդ ոնց որ գրագը կա, որ դու չես կարող պատկերացնել ուրիշ ոչ մի բան անել, եւ սա է քեզ համար, եւ եթե այդ չանես, կարծես թե ոնց որ ձգի նման ես ջրից դուրսը, սա քեզ համար է, ասենք հովական ծառայությունը, ուսումը քեզ համար է։ So այդ պատմությունը հիշում եմ եւ այո, մեզ ամեն մեկերն ուսալ, հիմա մի քիչ հետ որ վկայություն տաս Դավիթ եղբայրս, կարող ենք ավելի այդ թեմայի վրա ավելի անդրադառնանք, բայց խնդրում եմ հիմա ուզում եմ որ դու մի քիչ խոսես այդ հովի այդ անցի այդ մարդու գանչը որ կա հովական ծառայության համար նրա բնավորությունը, բնութագիրը, որակավորումները անհատական բնութագրի առնչությամբ ինչ բաներ պետք է լինեն։ Հիմա դու սկսեցիր կարդալ 1 Տիմոթեոսի 3-ից։ Ասեցիր այնտեղ են։ Այո։ Նայենք շարունակությունը եւ դրան զուգահեռ երևի մի փոքր անցում անենք արդեն ես կուզեմ իմ վկայությունից իմ կյանքից մի քանի բաներ ասել։ Շարունակում է Պողոսը
Առաջին համարում ասում է, որ լավ բան է, լավ բանի է ձգտում, բարի գործի է ձգտում, եթե ունի այդ ցանկությունը, բայց երեցը պետք է լինի անարատ, Անարատ։ Անարատ ինչ ասել է։ Անարատը սա անթերի Անմեղ այսինքն։ Չէ, իհարկե չէ։ Որովհետև եթե այդ չափանիշը լիներ, միակը Հիսուսն է, որպես հովիվ, այո, որպես հովիվ, որ անթերի է։ Անարատությունը այստեղ ինքը հաջորդ մտքերով սկսում է բացատրել, արդեն ավելի ինչ է նշանակում, բայց ինչպես ասացիր, կարող ենք ասել դա անմեղության կամ անթերիության մասին չէ, կատարյալ լինելու մասին չէ։ Երեցը պետք է լինի անարատ, մեկ կնոջ այր, զգաստ, խոհեմ, պարկեշտ, հյուրասեր, սովորեցնելու ունակ, որ մեր նախորդ մասի մեջ մենք խոսեցինք ավելի, ոչ գինեսեր, ոչ բռնացող, ոչ ագահ, դրամասեր, այլ համբերատար, ոչ կռվազան, ոչ նախանձ, մեկը, որ իր տունը լավ է կառավարում, իր զավակներին կատարյալ հնազանդության եւ պարկեշտության մեջ։ Քանի որ եթե մեկը չի կարողանում իր տունը կառավարել, ինչպես կարող է Աստծո եկեղեցուն խնամք տանել։ Նորահավատ չլինի, որպեսզի գոռոզանալով նույն դատապարտության մեջ չընկնի ինչ որ սատանան, այլ նա պետք է նաև դրսիններից բարի վկայություն ունենա, որպեսզի չլինի թե ընկնի նախատինքի տակ եւ սատանայի որոգայթի մեջ։ Պողոս առաքյալը երբ սկզբում գովում է ցանկությունը, լավ է, բարի բանի է ձգտում, հաջորդիվ ասում է, բայց պետք է քո ինչպիսին լինելը, քո անձնական որակները համապատասխանեն այս չափանիշներին, որովհետև այն գործը, որին որ դու ստանձնելու ես Տիմոթեոս, այնտեղ կան մարտահրավերներ եւ դու պետք է այդ կարիքներին համապատասխան լինես։ Եթե դու չլինես այս չափանիշներին համապատասխան մեկը, ուրեմն կասկածի տակ կդրվի նաեւ քո ցանկությունը։ Այո։ Ինչու, որովհետև եթե Աստված մեկին կանչում է ծառայության, ինքը գիտի ում է կանչում, նրա եւ ով եւ ինչպիսին լինելը, նրա հոգեվոր վիճակը, նրա սրբագործման աստիճանը, նրա հմտություններն ու կարողությունները, նրա բնավորությունն ու որակները, ամեն բան Տերը գիտի։ Օրինակ ինչպես Սավուղի պարագայում, որը Պողոս առաքյալ, Սողոսի պարագայում, որը հետո Պողոս առաքյալ դարձավ, Գործք առաքելոցում Անանյան երբ որ ասում է Տեր, բայց ախր նա մեզ այսքան հալածել է Քրիստոսին, Տերն ասում է իրեն ես ընտրել եմ նրան ու թվարկում է 3 խմբի ծառայելու համար։ Եվ երբ որ այդ 3 խմբերը եւ Պողոսի կարողությունները մենք նայում ենք, տեսնում ենք, որ լիարժեք համապատասխան էր այդ խմբերին ծառայելու համար եւ նրա կրթությունը եւ նրա քաղաքացիությունը եւ նրա որակները ինչպիսին են նա։ Այսինքն մենք տեսնում ենք այստեղ, որ պահանջին պետք է համապատասխան լինի։ Եվ սա կարծես երկրորդը ապացուցում է առաջինին, երկրորդը լրացնում է առաջինին, եւ դեռևս ունենք երրորդ փուլ խոսենք նաեւ ժողովրդի մասին, համայնքի մասին, բայց այստեղ Պողոս առաքյալը ներկայացնում է ցանկ, որ ոչ թե նկատի ունի այդ թվարկվածներում դու անթերի պետք է լինես, այդ բոլորը պետք է կատարելապես դրսևորված լինեն քո մեջ, ոչ այլ դրանք պետք է լինեն քո կյանքում եւ գնալով ավելի զարգանան, որ դու արտաքուստ անմեղադրելի լինես, որ կարողանաս, այո, որ դու կարողանաս մարդկանց լինել ավելի մոտ օրինակ Հիսուսին, քան իրենք են, որ Պողոսի նման վերջ-վերջո պատասխանատու հայտարարությունը չէ, նմանվեք ինձ ինչպես ես Քրիստոսին։ Երբեմն հովիվներն ասում են, մենակ Հիսուսին պետք է նայել, այո, ամեն, Հիսուսին պետք է նայել, բայց հովիվը եւ դասախոսներից մեկը մի անգամ ասաց, իրենցից մի փոքր ավելի մոտ օրինակ է Հիսուսին։ Չէ՞ որ դու վերջի-վերջո քո կյանքով, քո վարքով, ինչպես Տիմոթեոսին ասում, սիրով, հավատով, մաքրությամբ պետք է օրինակ լինես։ Իհարկե սա նորից անթերիության եւ կատարելության ու անմեղության մասին չի, բայց օրինակ լինելու մասին է, որ այս որակները պետք է ունենա տվյալ մարդը, ում մեջ արդեն կա ցանկություն, ով հայտարարում է, ասում է ես անկեղծորեն ունեմ Աստծուց ցանկություն երեց լինելու, լավ, ասում է շատ լավ, ուրեմն արի տեսնենք այս որակները։ Եթե այս որակներից օրինակ մեկը ես հիմա առանձնացնեմ, որը դոմինանտ դեր ունի, հա, կշռող դեր ունի։ Եթե օրինակ այստեղ պակասի սովորեցնելու ունակությունը, հա, որը որ հենց գլխավոր միջոցն է հոգ տանելու Աստծո ժողովրդին, մարդն ասի, գիտես, ես ոչ սիրում եմ սովորել, ոչ պատրաստվում եմ սովորել, սա արդեն նշան է, որ կամ դու կողմնորոշված չես քո ցանկության մեջ, կամ դու չգիտես պահանջները, իմանալուց հետո ինչպես ես արձագանքում։ Եթե մարդը բնականաբար առարկի, հեշտ կլինի հասկանալ, որ իր ցանկության
ծագումը աստվածային չէ։ Մարդկային ինչ որ գուցե լավ քարոզիչների է տեսել, ոգեշնչվել է, ուզում է ինքն էլ երես լինել, գուցե հալածանք նեղություն չի տեսել, մտածում է քրիստոնեական կյանքը ճամփորդությունների կյանք է միայն։ Բայց այսպեսով կարող ենք ասել, որ երկրորդ պահանջը լրացնում է առաջինին եւ ապացուցում կարծես։ Այո, ապացուցում է առաջինը։ Իսկությունը։ Ինչ որ ներքին այդ իղձը գա, այդ փափակը գա, այս երկրորդ քայլը որակառումների առումով որ խոսում ենք, այո, նրանք փաստն են, ապացույցն են, վավերացումն են, որ ինչ որ ես զգում եմ մեջս, նրանից կարող եմ իմանալ, որ միթե դերը ինձ կանչում է, չէ թե ես, սա բարձրապես իմ փափակս է։ Այո, եւ հեշտ չէ, ինչու որովհետեւ շատ ադեն երիտասարդ եղբայրներ, նրանք որ դակավին փորձառու չեն, կարող են որ մտածեն, որ այդ ցանկությունը գա, փափակը գա, բայց դակավին զորօրինակ կարող է 20-րու մեջ լինի, կամ երբեմն 18 լինի։ Եղած է բարականներ, որ որոշ եղբայրներ նույնիսկ 16-17-ից սկսել են հոգևոր ծառայության։ Օրինակ Spurgeon-ը գանող սկսած էր, H.B. Charles-ը, որ դու ծանոթացար քարոզը լսեցինք միասին, մի քանի շաբաթ առաջ, 16 կամ 17-ին այդ կանչը ուներ եկեղեցու կողմից, ինչ որ պիտի խոսես հետո։ Բայց սովորաբար երիտասարդը, այսինքն դարիքով դակավին 30-ը անց չէ, 40-ը անց չէ, դակավին դժվար է նրա համար հստակ գիտնա, մարդկային առումով խոսում եմ, բայց իհարկե եւ որ Տերը ինք նրա սրտում ինքը գործում է, աշխատում է նրա սրտի վրա, արդեն իսկ ինքը այդ խաղաղությունը ունի, այդ վավերացումը ունի եւ տեսում է, որ ինչպես ասացի Դավիթ ջան, իր հոգևոր աճը տեսնելով, իր բնութագրի, այդ տարբեր ադգանիշների ավելի փառվոքումը տեսնելով, փոփոխությունը, հարաշտիմությունը Տեր Քրիստոսավայել լինելու ավելի կաչալերվում է։ Հիմա սրանք կարող են լինել այդտեղ, բայց այդ երրորդ տարը կա, որ այդ արդակին դարի հետ կապ ունի մարդումը կանչին, որ Տեր ինքը տալիս է իբր հովի որովական ծառայության մեջ ներգրավի։ Խնդրում եմ մի քիչ նրա մասին խոսա։ Առաջ որ հետո քո վկայությունը դա ուզում ենք լսել։ Ինչպես դերը քեզ ծառայության կանչեց, այս 3 կայլերի նկատմամբ դու ինչպես համոզվեցիր եւ ինչպես հստակ եղավ քեզ համար, որ Տիրոջը կամքն է սա քո կյանքի համար։ Այո։ Մի օրինակով սկսեմ։ Գործ Կառաքելոցում, երբ որ Պողոսն ու Բարնաբասը կանչվում էին ծառայության, ընտրվում էին կոնկրետ տեղանք գնալու համար 13-րդ գլխում, հետաքրքիր է ինչ պայմաններում էին նրանք գտնվում կանչի ժամանակ։ 13-րդ գլուխ Անտիոքում գտնվող եկեղեցում կային մի քանի մարգարեներ եւ ուսուցիչներ, ինչպես Բարնաբասը եւ Շմավոնը, որ Նիգեր էր կոչվում, Ղուկիոս Կյուրենացին, Մանայենը, որ Հերովդես 4 թապետի հետ էր մեծացել, եւ Սողոսը։ Սրանք, երբ սրանք բոլորը Տիրոջ ծառայությունն էին անում եւ ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց. «Ինձ համար առանձնացրեք Բարնաբասին եւ Սողոսին այն գործի համար, որի համար ես նրանց կանչել եմ»։ Այն ժամանակ ծոմ պահեցին եւ աղոթք արեցին, նրանց վրա ձեռք դրեցին եւ ուղարկեցին։ Այս 3 համարից 2 կետ եմ ուզում առանձնացնել։ Առաջինը, թե նրանք ինչ պայմաններում էին, ինչ վիճակում էին, որ կանչվեցին, եւ նաեւ եկեղեցու դերը։ Երկրորդ։ Առաջինը նկարագրվում է, որ այս մարդիկ Տիրոջը ծառայության մեջ էին։ Արդեն ներգրավված էին։ Արդեն ներգրավված էին։ Այսինքն այնպես չի, որ իրենք տանը նստած կամ աշխատում էին ինչ-որ ուրիշտեղ, Տերը այդտեղից միանգամից կանչեց։ Սա ենթադրում է հոգևոր ընթացք որոշակի, որը որ ինչպես Տիմոթեոսի նամակում կասվեր, ընտանիքը իր համար կարող է լինել փորձաքննության տեղ։ Ինչպեսին ես դու ընտանիքում, օրինակ։ Եթե դու այդ քննությունը դեռևս չես կարողանում անցնել, ուրեմն նշանակում է դու փոքր օրինակում չհաջողեցիր, մեծում ինչպես պետք է դու կարողանաս։ Առաքյալը ասեց, չէ, մի քիչ աճ կարտացիր 1 Տիմոթեոսի 3-ից, եթե մարդը չկարող իր ընտանիքին առաջնորդել հոգ տանել, ընտանիքը առաջնորդել հոգ տանել, խնդիր է ոնց Աստծո եկեղեցուն, պիտի ինք
վերագացու լինի նրա վրա, այո։ Այո, եւ այստեղ տեսնում ենք, որ մարդիկ արդեն ծառայության մեջ են, մարդիկ հոգեվոր ընթացքի մեջ են եւ աղոթքի ու ծոմը ավելի կարծես կարող ենք պատկերացնել, որ ներգրավված ծառայության մեջ եւ այդ աղոթքի եւ ծառայության կյանքի մեջ Տերը իրենց կանչում է։ Եվ այստեղ համապատասխանում է Տիրոջ կանչը, նրանց պատրաստվածությունը եւ եկեղեցու համաձայնությունը։ Այստեղ մենք տեսնում ենք, որ եկեղեցին հնազանդվում է Աստծո կանչին։ Իրենք երբ իմանում են Աստծո կանչի մասին, իրենք տեսնելով այս մարդկանց հոգևոր ընթացքը, վկայությունը, իրենք հնազանդվում են։ Այսինքն կանչի գործընթացում մենք կարող ենք տեսնել երկկողմանի կապ՝ աստվածային եւ մարդկային։ Աստված ունի մարդիկ, որոնց որ նախապատրաստում է ծառայության համար, օժտելով իրենց եւ ցանկությամբ եւ համապատասխան որակներով իր համար ունենալով տեղանքներ խմբեր, որտեղ որ իրենք պետք է ծառայեն եւ այնուհետեւ իրենց հոգեվոր կյանքի որևէ փուլում ծառայության մեջ կամ հոգեվոր կյանքի որևէ փուլում կանչում է եկեղեցու միջոցով։ Եվ այս կապը անխզելի է, որովհետեւ երրորդն էլ ապացուցում է երկրորդին եւ երկրորդն էլ ապացուցում է առաջին։ Այսինքն որքան մենք առաջանում ենք այս քայլերի մեջ, այնքան ավելի ու ավելի ենք վստահ։ Շղթայի օղակները նման են, որ չես կարող այդ օղակները իրար մեջ բաժանել, որը բաժանածից պես արդեն շղթա լալ է տադարում է։ Այո, դրա համար կարող ենք ոնց երրորդ էլեմենտը կամ երրորդ մակարդակը տեսնել այստեղ, որը որ եկեղեցին է։ Աստծո ժողովրդի վավերացումը։ Այո, Աստծո ժողովրդի վավերացումը։ Սա նաև համապատասխանում է որակներից մեկին, որ ինքը դրսից նկատի չունեմ միայն եկեղեցու, այլ ընդհանրապես իր հանրային կյանքի ինչպիսին լինելը, ինչ վկայություն ունի։ Ինչ վկայություն ունի։ Դա չի նշանակում, որ հովիվը անցյալում մինչև դարձի գալը հնարավոր չէ ինչ որ, չգիտեմ, մեղքի մեջ ընկած լինի։ Սրա մասին չի, բայց ընդհանուր առմամբ մարդը ինչ վկայություն ունի։ Օրինակ, եթե հարցնեն, ասեն, այս մարդը անցյալում ինչպիսին է եղել, որ ուզում է հիմա հովիվ դառնալ, եթե ներկայում իր մասին արդեն ամբաստանություններ լինեն, ներկայի կյանքի մասին, դա արդեն խնդիր է, ինքը մեղադրելի կարգավիճակում է գտնվում։ Եվ իր ընտանիքը փորձաքար է իր համար, եւ իր որակները, որը որ կար, եւ եկեղեցու համաձայնությունը, վկայությունը եւ ավերացումը։ Այստեղ եկեղեցու գործառույթն էլ ես նորից երկու մասի կբաժանեմ, առաջին եկեղեցին հնազանդվում է Տիրոջ կանչին, եւ երկրորդին իր կողմից կարծես վկայություն եւ համաձայնություն տա այն մարդկանց մասին, ովքեր որ կանչվում են ծառայության։ Շատ լավ ասիր Դավթ ջան, այո, շնորհակալ եմ։ Հիմա մի հարց միտքս եկավ, եկեղեցին, որ կանչում է մի անձի, որ ծառայի իբր երեց, ինչ հիմքերի վրա, մի քանի կարևոր հիմքեր, ինչ կարաս ներկայացնել մեր լսարանին Սուրբ Գրքից, Տիրոջ խոսքից, որ հիմնավորես քո ասած, ինչու որովհետև այստեղ ասում է Սուրբ Օքին ասած։ Մենք Սուրբ Օքին ասածը այն օրվա Կորսկարակելոսի այդ անցումային դարաշրջանում մի բան է, այսօր մենք հագիչ կերպով ասելով Սուրբ Օքին ասածը Աստծո խոսքի համաձայն ինչ որ ասածը։ Ադե, դա է։ Okay, Սուրբ Գրքի համաձայն, Սուրբ Օքին ոնց կարող է առաջնորդել մի տեղական եկեղեցիմը, որ այդ եկեղեցին կարողանա գոմնորոշվել, որ այս անձը կամ այս մարդիկը նրանք մեր հովիվներն են, ինչու որ մենք հավատում ենք եզակի երիցական խումբի։ Մենք չենք հավատում, որ մի հովիվ լինի եւ ուրիշ չկա եկեղեցիում այդ հասկացողությամբ, որ Սուրբ Գիրքը միշտ ներկայացում է հոգնագիով երեցները, այո, մի տեղական եկեղեցիում։ Հիմա հարցը հետեւյալն է, Դավիթ եղբայրս, եթե եկեղեցիմը ցանկանում է, որ մեկի կանչե, իհարկե ձեռնադրությամբ, աղոթքով, ձոմաբահությամբ, որբեսի ազգամ կգիտնան, ըստ Աստծո խոսքին, որ այս անձը ինք պատրաստ է այս ծառայության համար, հարմար է այս ծառայության համար, այդ գոչը ունի Տիրոջից եւ ցանկությունն ունի։ Եկեղեցին ոնց պետք է ինք երաշխավորի, որ
նրա ընդրությունը շիդակ ընդրությունն է Աստծո խոսքի համաձայն, որովհետեւ չսխալվի, որովհետեւ հնարավոր է, որ երբեմն եկեղեցին, եթե մարմնավոր կերպով այս process-ը, այս գործընթացը հետևի, կարող է որ սխալ ընդրություն անի։ Քո փորձառությունից եւ մանավանդ ինչ որ Աստծո խոսքից քո խժմտանքը համոզված է նրանով, ինչ կարող ես ասել։ Շատ կարևոր հարց է դա, առավելևս որ ընթերցեցինք մի հատվածից, որտեղ որ հենց ասում էր Սուրբ Հոգին ասեց, արդյոք այսօր պետք է մտածենք, որ Սուրբ Հոգին պետք է ասի։ Եթե մենք ուշադրություն դարձնենք հենց մեր կարդացած հատվածում, սրանք մարդիկ էին, ովքեր ժամանակակից տերմինով եթե ասենք, այդ ժամանակ, ինչպես ասացիր, անցումային շրջանը եկեղեցու խորհուրդն էր, այս 5 հոգիները, ովքեր որ առաջնորդում են եկեղեցուն։ Եվ այս եկեղեցու խորհուրդը շարունակ աղոթքի եւ ծոմի մեջ էր, այսինքն Աստծո կամքը փնտրելու հետևից էր։ Ճիշտ է, Ղուկասը այստեղ շատ լայնը դեպքերը ներկայացնում, չի ասում աղոթքի ընթացքում ինչ թեմայով էին աղոթում, չի ասում օրինակ ինչպես Պողոսին ընտրեցին իրենք որպես իրենց խորհրդի մեջ որքան երկար ժամանակ տվեցին աղոթելու, ծոմվալու։ Այո, բայց դրանք ենթադրվում են, ասում է որ իրենք աղոթքի եւ լուրջ արած են, այո։ Իրենք հստակ այդ հարցի լուծման հետևից գնալով, այսպես ասած, իրենց ծառայությունն են արել։ Եվ առաջինը, որ ես կառանձնացնեմ այստեղ, եկեղեցու խորհուրդն է։ Եկեղեցու խորհուրդը, ովքեր որ շարունակ Աստծո կամքը փնտրելու եւ հասկանալու հետևից են, մենք այսօր Աստծո կամքը հասկանալու ունենք արդեն ամբողջացած խոսքը։ Եվ 5 կտակարան եւ նոր կտակարան ունենք առաքյալների դրած հիմքը եւ ունենք նոր կտակարանյան բոլոր վկայությունները եկեղեցու կառավարման մոդելի, պահանջների մասին եւ ի տարբերություն իրենց մենք այսօր ունենք արդեն իրենց միջոցով մեզ փոխանցված ուսուցումները։ Հետևաբար Սուրբ Հոգին օգտագործում է իր նախկին տված բացատրությունները, որովհետեւ մենք այսօր կարողանանք հասկանալ։ Եվ դրա առաջին պատասխանատուն խորհուրդն է եկեղեցու։ Եկեղեցու խորհուրդը, եթե մեկի մեջ ցանկություն կա, ծառայության, երեցի, որոշ ժամանակ կարող են վերցնել որպես աղոթքի նյութ, ուսումնասիրության, քննության թեմա, եւ այդ որոշ ժամանակը կլինի շաբաթներ թե ամիսներ, ես չգիտեմ։ Իրենց հաստատում ստանալուց հետո, որ իսկապես այս մի եղբայրը համապատասխանում է եւ ներքին ցանկության առումով եւ իր որակական հատկանիշների բնավորության առումով եւ դա կհասնի մի փուլի, որ կներկայացնեն եկեղեցուն։ Կներկայացնեն եկեղեցուն ասելով, որ մենք քննելով, տեսնելով, աղոթքի մեջ լինելով այս ընթացքում ոչ մի պատճառաբանություն չենք տեսնում հաջորդ քայլին չուղղորդելու եւ եկեղեցին էլ լսելով խորհրդի անցած հոգեվոր ընթացքը տեսնելով նաեւ բնականաբար կճանաչի այդ մարդկանց ինչպիսին լինելը որտեւ ինքը ոչ միայն վավերացնում է խորհրդի ասածը այլ նաեւ ինքն էլ է ճանաչում այդ մարդկանց իր կողմից վկայություն կտա եւ այս երկուսը խաչվում են մեկ տեղում խորհուրդը անցնում է ժամանակ տվյալ մարդուն ուսումնասիրելու համար, որ ստո ներկայացնում է ժողովրդին եւ ժողովուրդը իր համաձայնությունն է տալիս։ Հա, այսինքն որոշիչ կողմնորոշիչ կետը խորհուրդն է եւ ընթացք հոգեվոր, որի մեջ կստուգվի երեցի ցանկություն, պաշտոն զբաղեցնելու տեխնացուի ներքին ցանկությունը եւ արտաքին որակները ինչպիսին են, եւ եթե այս բոլոր փուլերը բարեհաջող անցնեն կներկայացնի խորհուրդը եկեղեցուն եւ եկեղեցին կվավերացնի դա։ Այսինքն գործընթացը այսպեսին է։ Ես իմ հասկացած իմ ակալած գործընթացը այսպեսին է։ Այսինքն շատ ներողություն սա էլ ասեմ, հա, եկեղեցին Աստծո դրած կառուցվածքով սկսում է աշխատել։ Առաջնորդական կազմը երեցներ որպես ազգորություն ունենա եկեղեցին։ Եթե ազգ կառուցվածքի համաձայն չանի, ոնց կարող ես ակնկալել, որ Աստված պիտի օրհնի իր եկեղեցին։ Ինչու ասում եմ սա, որովհետև երբեմն շատ մի եկեղեցիներ ունենք, որոնք հավատացյալ ժողովուրդ են, բայց եկեղեցվո կառավարչական այդ կազմի կառուցվածքը լրիվ սուբկրային չէ անպայման։ Տարբեր մոդեցումներ կա։ Հիմա չենք ուզում այդ մոդեցումների տարբերակների մեջ գնալ ուսումնասիրել, բայց կարևոր է, որ այո, շիդակ սուբկրային մոդեցումը լինի, երբ եկեղեցին սկսյալ
առաջնորդ եղբայրների այդ խորհրդից, որ նրանք մտորում են, նայում են, քննարկում են, աղոթում են, զոհաբավությամբ էլ անում են, որոշ ժամանակ տրամադրում են, ինչպես ասեցի, շաբաթներ, ամիսներ, կարևորը մինչև որ նրանք հանգիստ զգան, որ այդ անձը, ով որ նրանք նկատի ունեն, աղոթում են նրա համար, հարմար անձն է կամ ոչ, որբեսի նրա ցանկությունը տեսնելով եւ նրա բնութագիրը տեսնելով իրենք կարողանան եկեղեցու ներկայացնել, ասելով որ մենք այս եղբայրը ծեր արչև դնում ենք, որ այս եղբայրը որ մեզ ծառայ է իբր օրինակ հովիվ երես այդպիսով։ Մեզ համար լիարժեք համաձայն եմ։ Մեզ համար բավարար է, որ ասենք, եթե այդ չափանիշներին համապատասխան է, Աստված այդպիսի մեկին վավերացնում է։ Սուրբ Հոգին ասեց արտահայտությունը, Այո, լիարժեք համապատասխանում է նրան, որ ասենք Տիրոջ դրած կարգերին համապատասխանում է, Աստված այսպես է ուզում։ Եվ հետաքրքիր է, որ Պողոսի ու Բարնաբասի ընտրությունից հետո, երբ արդեն հերթը գալիս է նրանց բաժանության, այդտեղ մի հետաքրքիր կետ կա, որ ուզում եմ մեր ուշադրությունը մի պահ դրա վրա կենտրոնացնենք։ Նրանց բաժանության հիմքը ինչ էր։ Մարկոսը, ով որ Պողոսն որ ասաց, հատված եղբայրս մեր լսարանի համար ասա։ այո, Գործք առաքելոց 14-րդ գլուխ, ներողություն, ճիշտ տեղը մի հատ գտնեմ։ Կարևոր է որ եկեղեցի միշտ դու բնդրում ես Այո, ես մի հատ հատվածը գտնեմ։ Կարևոր է որ եկեղեցին շիդակ դրտաբաճարներով եւ սուրբ քրային նամանավանդ սուրբ քրային դրտաբաճարները սուրբ քրային պետք է լինեն եւ նրանց ցանկությունն էլ համապատասխանի սուրբ գրքին։ Ինչու որտեվ Սուրբ Հոգին իր խոսքի միջոցով անում է ինչ որ անում է նույնիսկ երբ ինք Տերը, այսինքն ընտրում է հաջորդ երեցը կամ հաջորդ երեցը։ Ինչու ասում եմ սա, որովհետև երբեմն եկեղեցիներ լինում են, որ նրանք շիրակ չեն հասկանում Աստծո մտադրությունը, թե ով է հովիվը եւ հովիվի բարդականությունը կամ բարդականությունները ինչ են, որոնք են եւ երբեմն անսական փորձառությունից խոսում եմ տարիներ առաջ։ Մի եկեղեցի մկար, որ ինձ հարց տրվեց մեկը երդասարդ մեկն էր հովիվը ասին ինչ անում է ասելով եւ այդ անձը ինչ որ հիմա ասում ենք ինք եկեղեցական խորհրդի մեջ էր ես շատ բան չասեցի որով խնդրոարագանցը ես էի այնտեղ այնատեն բայց այսինքն մտածեցի որ ոնց եկեղեցու խորհրդի մեջ է այդպիսի անձնավորություն կա ինչու որովհետեւ ինքը բարձրապես չի հարցնում որ ինձ փորձի հապա հարցնում է, որտեվ չի գիտեր, իմ եզրակացությունս դա էր, որ չի գիտեր, օքեյ, երդասարդ էր, հասկանում եմ, և այդ առումով չեմ մեղադրում նրա, բայց երբ չենք հասկանում, թե հովիվի բարդականությունը ինչ պետք է անի, խնդիրը ուրիշ օրինակ ունեմ, որ անսաբես տեղյակ եմ, որ եկեղեցու մեջ որ էի երդասարդ հովիվը բնդրում էինք երդասարտացի համար եւ գային մեզ ոմանք որ նորից նրանք ազդեցություն ունեին եկեղեցու մեջ եւ ոչ անպայման խորհրդի մեջ էին բայց ազդեցություն ունեին դրանք բնդրում էին երդասարդը որ երդասարտների հետ պիտի խաղեր խաղա երդասարդ որ ասում եմ այսինքն չափահաս եւ վեր դպրոցական, աշխատող, 20-ների մեջ, 30-ների մեջ, այդպիսով։ Ես բադանի չեմ ասում, երեխա չեմ ասում։ Նրանցից ոմանց քաղաքապարը դա էր, որ երդասարտած հովիվը պետք է խաղերալ խաղա, ասանի անի։ Հիմա ես անձնապես հովիվն է եկեղեցու, խնդիր չունեի խաղերի հետ։ Բայց նրանց մտքում Պարտիրոջ որ մեծամասնության բանը չէր, խորհուրդ քաղաքապարը չէր դա։
նրանք չեն հասկանում, որ նույնիսկ երդասարտած հովիվն էլ հովիվ է։ Եվ իբր հովիվ այդ բնութագրի հատկությունները, որ գարտացիր 1 Դիմոթեոս 3-ից, ինք պետք է ունենա այդ բաները։ Քիչով կամ շատով այնտեղը պետք է դեսանելի լինեն։ Եվ մեկը որ ազոխոսքի հմուտ պետք է լա, քիչով կամ շատով։ Եվ նրա բարդականությունը, եւ հիշում եմ այդեն խոսեցանք, որ երդասարտած հովիվի առաջնագահ դերը այս բաներն է, որովհետեւ մարդիկ սխալ չհասկանան, որ ինչու համար բերում ենք երդասարտած հովիվ, որ մեկը չկարծե, որ երդասարտած հովիվը բարձրապես աստեղ եկած է զվարճացնելու համար մեր օրինակ բադանիներին կամ երդասարտներին։ Նպատակը դա չէ։ Գդար գոհատված։ Այո, 15-րդ գլուխ գործ կառաքելոց 36-րդ համարից սկսած։ Եվ մի քանի օր հետո Պողոսն ասաց Բարնաբասին. «Եկ նորից գնանք եւ այցելենք մեր եղբայրներին բոլոր այն քաղաքներում, որոնցում Տիրոջ խոսքն էին քարոզել, տեսնենք թե ինչպես են նրանք»։ Եվ Բարնաբասը մտադրվել էր Մարկոս կոչվող Հովանեսին նույնպես տանել, սակայն Պողոսը ճիշտ չէր համարում նրան իրենց հետ վերցնելը, որը Պամփյուլիայում իրենցից բաժանվեց եւ իրենց հետ գործելու չգնաց։ Եվ անհամաձայնությունն այնքան սուր էր, որ բաժանվեցին միմյանցից։ Այսպես Բարնաբասը Մարկոսին առավ եւ նավով գնաց Կիպրոս, իսկ Պողոսը Շիղային ընտրելով ճանապարհ ընկավ եղբայրների կողմից Աստծո շնորհին հանձնվելուց հետո։ Ճիշտ է, տարբեր մեկնաբանություններ կա Պողոսի եւ Բարնաբասի բաժանման մասին։ Ես դրանց մեջ չեմ ուզում մտնել, այլ ուզում շեշտել մի բան, որ Պողոս առաքյալը այստեղ ներկայացնում է, որ Մարկոսը իրենց նպատակին, այդ պահի նպատակին հարմար չէր, նպատակին համապատասխան չէր։ Ասում է գնանք այցելենք, որը բնագրային բառ նշանակում է ամրապնդել այն տեղերը, այն քաղաքները, որոնց արդեն քարոզել ենք, եւ ամրապնդման գործին հակափաստար կարծես բերի։ Մեկը, ով ինքն է թույլ դեռևս, ինքը չի ասում, որ Մարկոսը մեր եղբայրը չի, վերստին ծնված չի, դրա մասին չի, նպատակին անհամապատասխան լինելու մասին է խոսքը։ Ասում է, որ հարմար չտեսավ, այսինքն Պողոս առաքյալը կարևորում էր նպատակին համապատասխանությունը։ Եվ երբ որ մենք խոսում ենք որակների մասին, մենք խոսում ենք նպատակին համապատասխանության մասին։ Չէ՞ որ եթե ես եւ դու ինչ-որ մի մասնագետի ենք ուզում դիմենք, մենք ուզում ենք լինի մեկով կլուծի մեր հարցը։ Հիմա եթե մենք գնում ենք եկեղեցիներ ամրապնդելու, ինչպես տանենք մեկին, ով ինքը ամրապնդման կարիք ունի այդ պահին։ Եվ շատ հետաքրքիր է, որ դրանից անմիջապես հետո Տիմոթեոսն է ընտրվում։ Տիմոթեոսն է ընտրվում, որ երկու եկեղեցուց վկայություն ուներ, թե ինչպիսի որակներով պետք է ընտրել, ինչ չափանիշներով պետք է ընտրել ծառայող։ Եվ տեսնենք, այսինքն այս նույն տրամաբանությունը մենք Սուրբ Գրքի ուսուցման մեջ տեսնում ենք եկեղեցու կառուցվածքը, հովվի ինչպիսին լինել է, նրա ներքին կանչվածությունը, նրա արտաքին որակները, եկեղեցու դերը եւ սրանց իրար հետ համագործակցելը եւ ամենակարևորը, որ վերջում երբ որ այս բոլոր էլեմենտները ճիշտ են, օրհնություն է լինում նրա ծառայությունը։ Այո, լավ բան ասի Դավ ջան, այո, որ մեգումը ծառայությունը եւ նրա հարմարավետությունը համապատասխան պետք է լինի։ Իր անձը իր ծառայության համապատասխան պետք է լինի։ Նույնիսկ եթե ցանկությունը ունենա, սա չի հերիքում։ Նույնիսկ եթե ասենք որակավորումները կան, բայց եկեղեցին հարմար չի տեսնում զորօրինակ, դակավին պատրաստ չի, պետք է սպասի, մինչև որ Տերը կան չի։ Չէ՞ որ ատենը կա։ Շատ լավ Դավ ջան։ Հա։ Մի կետեր միայն այդտեղ համապատասխանության վերաբերյալ շատ հետաքրքիր է։ Տիմոթեոսը մոր կողմից հրյա էր, հոր կողմից հույն, եւ սա կրկին իրենց նպատակին համապատասխան էր, որովհետեւ միջմշակութային ծառայող էր եւ հрьяաների եւ այսինքն նույնիսկ ազգային պատկանելիությունը կարող է դեր խաղալ, քաղաքացիությունը կարող է դեր խաղալ։ Շատ դեր օգտագործում է այդ բոլորը։ Այո, դրա համար ինչպես որ ասացիր, որ ունենալ ցանկություն լավ է, բայց դեռևս չի նշանակում, որ դու համապատասխանես բոլոր տեղանքներին, բոլոր խմբերին, որտեղ պետք է ծառայես։ Եվ մենք շատ ենք տեսնում գործ կառաքելոցում Պողոսի օրինակ Հռոմի քաղաքացի լինելու ինչ դեր է կատարում, լեզուներ իմանալու ինչ դեր է կատարում, այնպես որ համապատասխանություն մինչև իսկ նման հարցերում։ Այո, նրա անշուշտ նախկին ուսուցումը, որ ինքը Կամայելի առաջ սովորած է այդ առումով, որ այսինքն իր ուսուցումը բարձրակույն ուսուցում ունի ազոխոսքի, հին ուխտի համացայն, եւ դեռ այդ բոլորը օգտագործում էր Պողոսի
կյանքում, ինչպես մեռնալ։ Ինչպես հիմա խնդրում եմ ինձ ասա, քո գանչվածությունը ծառայության նկատմամբ մի քիչ սրա վրայով խոսենք այսօր, որ մեր լսարանը իմանա, որ դերը ինչպես քեզ կանչեց, ինչպես զգացիր, եկեղեցին ոնց վավերացրեց եւ այլն։ Շատ լավ։ Ես ծնվել եմ քրիստոնյա ընտանիքում։ Ինչու է սա կարևոր հիմա պատմության մեջ, որովհետև քրիստոնյա ընտանիքում ծնված տղաները հիմնականում կարծում են, որ իրենք միշտ եղել են վերստին ծնված հավատացյալներ, որովհետև ապրել են մի մշակույթում, մի դաստիարակության մեջ, որտեղ եկեղեցի գնալը սովորական բան է, աղոթելը սովորական բան է, ծառայելը նույնիսկ սովորական բան է, այսինքն որոշ տարիքի քեզ պատասխանատվություններ են տալիս, որ դու անես։ Եվ այդ սովորական թվացող ընթացքի մեջ ժամանակի ընթացքում քեզ թվում է, որ դու բայց կարծես միշտ էլ ապաշխարած ես եղել, միշտ էլ վերստին ծնված ես եղել, բայց այդպես չէ, իրականությունը այդպես չէ։ Իմ կյանքում այսպես եղավ, այդ սովորական թվացող ընթացքի մեջ մի կտրուկ ցանկություն դրվեց իմ մեջ դեպի Աստծո խոսքը եւ մարդկանց կորսվող հոգիները, այսպես ասենք։ Եվ դա այնքան նոր ցանկություն էր, որ շատ հեշտ ես կարողացա տարբերել իմ նախկինում ունեցած ցանկություններից։ Եվ այս ցանկությանը սկսեցի ավելի ուշադրություն դարձնել։ Իհարկե, ես ժամանակագրությունը մանրամասն չեմ պատմում, բայց դա մի սկիզբ էր, որը մի քանի տարվա գործընթաց առաջացրեց, սկսեց այդ ցանկությունը իմ մեջ այնքան մեծանալ խոսքի եւ ժողովրդի նկատմամբ, որ ես տրվել էի ինքնուսուցման։ Ես ամեն օր կարդում, անհագ, անկուշտ ցանկությամբ կարդում, սովորում եւ տարիների ընթացքում Աստված սկսում էր ընդլայնել հնարավորությունները, որ հետո ես հասկացա քայլ առ քայլ ինձ մոտեցնում էր ծառայությանը։ Այսինքն իմ մեջ դրեց մի մեծ ցանկություն իր խոսքի նկատմամբ եւ իր ժողովրդի նկատմամբ, բայց դեռևս ես չունեի այն հասունությունը, որ ես կարողանայի ծառայել, ես դեռևս չէի հասկանում հոգեվոր մեծ դաշտի մեջ ինձ ուր է տանում, որովհետեւ ես մասնագիտությամբ երաժիշտ եմ նաեւ, սաքսոֆոնահար եմ եւ կոնսերվատորիա եմ ավարտել։ Ինչու է սա կարևոր, որովհետեւ ինձ թվում էր, որ ես ամբողջ կյանքում երաժիշտ պետք է լինեմ, դե հոգեվոր լինեմ, երաժշտությունն էլ կծառայի հոգեվորին եւ այլն, բայց Տերը ժամանակի ընթացքում հերթականությունը փոխեց, դու առաջինը պետք է լինես հովական ծառայության մեջ, երաժշտությունը կծառայի դրան ապագայում։ Բայց դա գործընթաց էր, ես միանգամից դա չհասկացա։ Եվ տարիների ընթացքում Տերը աստիճանաբար սկսում էր ցույց տալ առիթներ, որտեղ որ ինձ տրված կարողություններ սկսում էր պիտանի լինել մարդկանց։ Ես սկսում էի սովորել եւ առիթներ լինում փոխանցելու։ Սկսում էի սովորել, առիթներ լինում փոխանցել։ Այսինքն երկու կողմանի վավերացում էր գտնում ինձ համար առաջին, եթե այդպես ասեմ։ Որովհետեւ ոչ միայն ես վստահ եմ ամեն հովիվ էլ կվկայի, որ տարիներ են անցել, որ ինքը իր մեջ հաստատվի արդյոք իսկապես սա իմ ցանկությունը չէ, այլ Աստված է ինձ առաջնորդում այս կետին։ Եվ իմ պարագայում էլ այդպես աստիճանաբար սկսեց ուժեղանալ խոսքի հանդեպ եւ սերը եւ գիտելիքները, սովորել։ Իհարկե դա չի դադարելու մինչև կյանքի վերջ, լսողներին չթվա, որ հա ինչ որ մի կետի ենք հասել, որտեղ որ վերջ է, չէ, բայց այդ բոլորը դեռ շատից քիչ գիտեք։ Դա դեռևս Պողոսն է ասում, ես ավելին քիչ կասեի։ Դե համա տեքստը ուրիշ բան կա այնտեղը, բայց այո, ընդհանուր կապարը որ շատից քիչ գիտեք։ Այո, եւ ցանկությունը սկսեց համապատասխանել կարիքներին արտաքին։ Այսինքն այդ ցանկությունը Աստված չթողեց пассив վիճակում, ուղղակի ցանկություն, որ միշտի մեջ կա, չէ, դա սկսեց աճել, դա սկսեց զորանալ, դա սկսեց ինձ մղել երկրորդական պլանում դնելու իմ ամենասիրելի բաները։ Իհարկե սա ինչ որ ասում եմ տարիների ընթացքում եղել է, լսողը կարող է մտածել 1 օրում կամ 2 օրում, չէ, տարիների ընթացքում։ Ինձ համար դարձել էր Աստծո խոսքը սովորելը եւ փոխանցելը կյանքի իմաստ եւ նպատակ։ Ես իմ կյանքի ամեն բանը դրա շուրջ էի կառուցում։ Այսինքն ներես, այսին մի քիչ իմ վկայությունս ալ նույնանման տարեր ունի, որ ես ալ ժամանակի ընթացքում հասկացա, որ այդ ցանկությունը կա, որ Տերը ծառայեմ եւ այո, ինձ համար Աստծո խոսքը ամենակարևոր
գլխավոր կարիքն է մարդու համար։ Եվ եթե կարող եմ նրա մեջ ներգրավել եւ այդ օգտակարությունը ունենալ ուրիշները ինչ որ դերը արել է արդեն իսկ իմ կյանքում, որ քեզ նման ես հիշում եմ 20-ների մեջ որ էի եւ որ դասերս վերջացնում էի, որ կոլեջ գնում էի, նրանից այդ ոնց որ իմ սպամունքս ազո խոսքի հետ ժամանակացնել էր։ Քոնը միան այդքանը ասեմ։ Ուրիշներ ուրիշ բաներ անում էին, ես չեմ ասում սպորտ չէի անում, սիրում էի ֆուտբոլ խաղալ, խաղում էի, բայց ուրիշներ դարբեր սպամունքներ ունեին։ Ինձ համար այո եկեցին, բայց ազո խոսքի ուսումնասիրությունը իմ տան մեջ, իմ կրկերով, իմ սուբկրկից սկսյալ, այդպիսով։ Այո, եւ այդ տարերը ինձ թվում է բոլոր հովիվների մոտ էլ որոշ չափով նույնություններ կլինեն, բայց տարբերություններ կլինեն։ Այո։ Ցանկությունը այնքան մեծ էր, որ ես այդ ժամանակ աշխատում էի եւ քնում էի 4 ժամ ընդամենը, բայց այնքան մեծ էր ցանկությունը, ոչ մեկ ինձ չէր ստիպում, որ ես արթնանայի, կարդայի եւ այլն, ես ժամեր էի տրամադրում, ժամեր։ Եվ աղոթում ես մեծ Աստված կլինի ինձ այնպիսի աշխատանք տաս, որ ես շատ ավելի կարողանամ ժամանակ տրամադրել։ Եվ այդ անցումը այնքան տարիների ընթացքում այնքան սահուն Աստված կազմակերպեց, որ հիմնական աշխատանքս ծառայությունս դարձավ հովական ծառայությունը եւ հիմա ոչ միտեղ չեմ աշխատում որպես, չգիտեմ, երաժիշտ կամ ինչ-որ ռեստորանում եւ այլն։ Դա տարիների ընթացքում արեց Աստված, բայց վավերացման փուլ կար ինձ համար, որը որ տեղի ունեցավ, չեմ հաշվել, բայց գուցե 3 կամ 4 տարվա ընթացքում, որտեղ որ շատ կտրուկ փոփոխություն եղավ իմ Աստծո խոսքի հանդեպ սիրո եւ ժողովրդի հանդեպ սիրո։ Դա ես նմանեցրեցի նրան, որ դու լսել ես մի բան, դու հավատում ես մի ճշմարտության, օրինակ, որ 1 ժամից պետք է փուլ գա այս առաստաղը, դու իսկապես եթե հավատացել ես, անհնար է դա քեզ չմղի ուրիշին ասելու, ով նստած է այդ առաստաղի տակ, անհնար է։ Այսինքն ես մի փոքր նմանեցնում եմ դրան, ինձ համար դժողքը, փրկությունը, այն ինչ որ ես սովորում էի, հասկանում էի, այդքան իրական էր եւ է եւ ավելի է գնալով իրական դառնում եւ իմ միտքը 24 ժամ մի փոքր չափազանցված է թե ասեմ, աշխատում էր մի բանի ուղղությամբ ինչպես առիթ փնտրեմ մարդկանց ասելու, կլինեմ խանութում, կլինեմ տանը, կլինեմ որևէ տեղ եւ Աստված այնքան սկսեց սրանք զարգացնել, որ եւ ցանկություն եւ ցանկությանը գումարվեց նաեւ այդ որակները, իհարկե ես որակ ասելով սկզբում ասացի, որ նկատի չունեմ այդ բոլոր որակների կատարյալ դրսևորումները մեր կյանքում, բայց դրանք տեսանելի են, դրանք սկսում են զարգանալ, դրանք սկսում են զորանալ եւ նաեւ արտաքին համապատասխանությունը արդեն ինձ տվեց հնարավորություններ սովորելու, կրթություն ստանալու, արդեն վերեց մի համայնք, որտեղ որ ես կարող եմ մարդիկ ուզում էին լսել, տվեց հնարավորություններ փոխանցելու եւ տարբեր կողմերով հաստատում էր մեկը մյուսին եւ որոշ ժամանակ հետո ես արդեն կասկած չունեի, որ Տերը ինձ կանչել է հովական ծառայության։ Նա եւ դրանից հետո բնականաբար շատ ավելի հաստատումներ Աստված սկսեց տալ, մինչեւ իսկ Տիրոջ կամքով 5 տարի առաջ Տերը մի եկեղեցի հիմնեց, որտեղ որ ամբողջ ժամանակով հիմա ես ու ուրիշ մեր հայ եղբայրը երեցնից ծառայում ենք միասին։ Եթե կարճ այսպես կասեմ, բացապես փուլերը ինչպես է եղել։ Հաստատ վստահ եմ ավելի մանրամասներ ունես սկսվելու, բայց հասկանը լավ էր, օրհնություններ ինձ համար էլ լսելը, ինչու որովհետև միևնույն օրհնություններ ոչ թե լսելը ինչ Տերը արել է քո կյանքի միջոցով, քո կյանքի ընթացքում, բայց նույնանման այդ նմանատիպ բաները, որ արդեն դու ալ փորձարկել ես, նույնալ որոշ ծևով ես ալ այդ փուլերից անցած եմ, երբ զգացի այդ կոչը, այդ ցանկությունը կար եւ այո ժամանակ վերցրեց, մինչեւ որ հասկանամ, միթե Տերը ինձ ուզում է նրա ծառայության մեջ կամ ոչ, բայց հետո տեղը եկավ, Տերը վավերացրեց դա ոչ թե մեր իմ սրտումս, իհարկե իմ ընտանիքի կյանքումս, կնոջս կյանքում էլ եկեցվո միջոցով էլ, որ եկեցին վավերացրեց եւ այն եւ այլ, բայց միանգամից չի լինում։ Այդ պապակը հիշում եմ գար 20-ների մեջ, բայց միանգամից այդ առաջին օրվանից չսկսեց որ այդ process-ը որ ես մի ամիսի հետ կօրինակ երես պիտի լինեմ, եկեցվո հովիվ լինեմ, այո, դարբեր եղբայրներ, դարբեր փորձառություններ ունեն որոշ հատներ։ Երբեմն կա ոմանց հետ ստացվում է շատ ավելի շուտ, շատ ավելի արագ։ Բայց ուրիշներ կա, հիմա մեզ նման ավելի ժամանակ վերցրեց, տարիներու ընթացքում եղավ, բայց խնդիր չէ։
Խնդիր չի եւ դարբեր փուլերից անցնում ենք։ Հիմա սովորաբար երդասարտացից սկսում ես, հետո կարողա որ իբր սարգսավակ ծառայում ես կամ այդպիսի սարգսավակի ծառայությունների մեջ ներգրավում ես, տարբեր ծառայական, սուրբ գրքի սերտողություն առաջնորդում ես եւ այլն եւ այլն։ Հիմա իմ բարակայից այդպիսի բաներ ալ կար փորձառությանս մեջ ալ, բայց բոլոր նրանք դեղ ունեին, որ ինձ ծավալկերբեն ավելի սովորեցնեն, փորձառությունը տան, որ եկեղեցու ծառայությունը ինչ է, ինչ օրդություններ կան, ինչ մարտահրավերներ կան, եւ մինչեւ այսօր իհարկե նույն օրդությունները կամ դարբեր օրդություններ ալ ավելյալ ազո շնորհիվ եւ դարբեր մարտահրավերներ ալ արդեն ներգրավում ենք եւ նրանց հետ աշխատում ենք, բայց ազո կորձի մաս են այս բոլորը, ազո ժողովրդի օգտակարության համար մենք ալ լինելով մի մաս ազո ժողովրդի, որտեղ մենք գիտենք եղբայրս, մենք իբրովիվներ երբեք մենք ժողովրդի վրա չենք, հապա դեր ինչ ասեց, եթե մեկը ուզում է առաջին լինել, ձեր բոլորին ծառան պետք է լինի եւ այդ հատվածում որչավոր հիշում եմ աշակերտները նրանք իրարու հետ ոնց որ ոչ թե գրվում էին խնդիր կար, որ ով առաջինը պետք է լինի, առաջնորդ պետք է լինի, այդպես մի բան, եւ Տերը ասեց ինչ անում եք մի խոսքով։ Եթե ուզում ես առաջնորդ լինել, բոլորին ծառան պետք է լինես։ Սա մեզ ուսապերում է, որ առաջնորդ լինելու հասկացողությունը ներառում է, որ դու ծառայես եւ բոլորին ծառանես։ Շնորհակալ եմ այս բոլոր զրույցին համար եւ ինչ որ միասին այսօր անգամ եւս զրուցեցինք ուրեմն ամբողջացնելով, որ այդ ցանկությունը պետք է լինի անցի մեջ, որ ցանկանում է իբր երեց ծառայել, իբր ովիվ ծառայել, եւ երկրորդ այդ բնավորության հետ կապ ունեցող այդ որակավորումները հոմ պետք է լինեն, քիչով կամ շատով, ավելի շատով քան թե քիչով, եւ անշուշտ երրորդ տեսանք այդ արդակին մասը, որ կա եկեղեցու վավերացումը, որ եկեղեցին վավերացումը ասելով, որ մենք համաձայն ենք, մենք քննած ենք, մենք զրուցած ենք, մենք ստուգած ենք այս եղբայրը ազո շնորհով ունի այդ կոչը, որ մենք կարող ենք նրա գործածել Տիրոջ բարքի համար, որ ինք մեզ ծառայի մեր ժողովարանում, մեր տեղական եկեղեցիում։ Փառք Աստծո, որ Տերը մեզ կանչած է, բայց մեծ առաստաշնորհում է եւ մեծ պարտավորվածություն ունենք Տիրոջը կամքի համաձայն ապրելու եւ ծառայելու նրա ժողովրդի համար։ Շնորհակալ եմ եղբայրս։ Ես էլ եմ շնորհակալ։ Այս անգամ դու կարող ես աղոթել։ Այո, սիրով աղոթենք։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք քեզ, շնորհակալ ենք, որ քո եկեղեցու միջոցով մեզ քո ճշմարտություններն ես փոխանցել, որ մենք այսօր ունենք ամուր հիմք քո կամքի վերաբերյալ, գիտենք ինչպես ես դու եկեղեցին կառավարում, ինչպես ես դրել եկեղեցու կառուցվածքը, ինչպես ես ծառայողներ ընտրում, փառք ես, որ մեզ լուսավորել ես, որ մենք կարող ենք հասկանալ, թե ինչպես առաքյալ դե գրում քո տան մեջ ինչպես է պետք վարվել։ Շնորհակալ ենք նաև այս զրույցների համար, թող այն շինություն լինի եւ մեր եւ բոլոր լսողներին եւ մասնավոր մեր թեմայի համար, որ խոսեցինք, թող քո ծառաները, որոնց որ դու ես կանչում, իսկապես նրանք ժամանակի ընթացքում հասկանան քո տված ցանկության միջոցով, քո տված նրանց բնավորության որակների միջոցով եւ նաեւ քո եկեղեցու ավերածմամբ։ Եվ թող քո ծառաները օրեցօր ավելի շատանան, որտեղ դու ասացիր, որ հունցքը շատ է, մշակները քիչ։ Ուստի մենք աղոթում ենք, որ դու մշակներ հանես, շատ ու շատ մշակներ հանես, թող նրանք իսկապես քեզնից ընտրված լինեն, քեզնից սովորած լինեն եւ քո կողմից ուղարկված լինեն։ Բոլոր այն մասերում, բոլոր այն տեղերում, բոլոր այն խմբերում, բոլոր այն քաղաքներում ու երկրներում, որտեղ որ դու պատրաստել ես նրանց ծառայության համար։ Եվ այսպիսով թող աշխարհի 4 անկյուններում քո ճշմարիտ զավակները, քո մաքուր եւ փրկող ավետարանը փոխանցեն եւ դրանով հավաքի բոլոր քո ընտրյալներին։ Եվ սպասենք այդ հիանալի օրվան, մինչև որ կամ դու կգաս, կամ մեզ կկանչես։ Այս ամենը աղոթում ենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, որ փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ամեն։ Ամեն։ Տեր օրհնի եղբայր, շնորհակալություն։ Քեզ էլ շնորհակալ եմ։